հիմա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, եւ որ բոլոր մարդիկ, ովքեր տարբեր ժամանակահատվածներում փոխկապակցված են եղել արտաքին ուժերի հետ, ժամանակի ընթացքում շատերը դարձել են նրանց ազդեցության գործակալները, հիմա մեկտեղվել են եւ ձեր կեսկատակ հարցը, որ մենք բացառիկ տաղանդ ունենք միավորելու ընդդիմադիրներին, այդ մենք չենք, այդ տաղանդը մերը չի, ըստ էության, իրանց հիմա միավորում են իրանց տերերը, մեկտեղում են բոլոր ուժերը, որպեսզի կարողանան դուրս գալ, այսպես ասած, վերջին մարտին եւ վերջին անգամ փորձում են գողանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս մարդիկ մեկը խոսույթով, մեկը ինչ-որ գործողությամբ իրար պասեր տալով փորձելու են ուրեմն ընկալումների վրա մարդկանց ազդել, բայց ես կարծում եմ, որ շատ չհաշվարկված մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ են մոտենում հարցին, որովհետև յուրաքանչյուր նման արտահայտություն եւ հայտարարությունը ոչ թե քողարկում է նրանց դավադիր ուրեմն նպատակները, այլ ընդհակառակը բացահայտում է այդ դավադիր նպատակները, երբ որ մարդիկ կարծիք են հնչեցնում առայն, որ օրինակ ընդդիմությունը այո միավորվելու է եւ ձայները տալու է ինչ որ մեկին, մենք այստեղ հասկանում ենք ինչի հետ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ մի ուժի առաջադրած տեխնացուն որևէ կերպ չի կարող լինել վարչապետ, այն մյուս ուժերում չկան մարդիկ, որոնք կարող են հավակնել այդ պաշտոնին իրանց մեջ անգամ եւ այստեղ տակը մնում է ըստ էության Ռոբերտ Քոչարյանը, այսինքն եւ իմ ընկալումը եւ նաեւ այս պահին բոլոր քաղաքական ուժերի խոսույթը խոսում է նրա մասին, որ այս մարդիկ փորձելու են մեկտեղել իրենց հավաքած քվեները եւ առաջադրել Ռոբերտ Քոչարյանին վարչապետի տեխնացու